Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք մի շատ հետաքրքիր հեքիաթ «Լեզուն կտրած ծիտը», ճապոնական հեքիաթ է, որը թարգմանել է Հովհաննես Թումանյանը։ Սկսեցինք։ Վաղուց պատահած բան է, ասում են մի չար պառավ ուզում է ճերմակեղեն նոսլայել և մի քիչ օսլա է դնում ամանի մեջ։ Հարևանի ձեռնասովոր ծիտը գնում է օսլան կցահարում, պառավը վրա է հասնում։ Այի դու անպիտան արարած, բարկանում է վրան ու բռնում լեզուն կտրում է։ Ծիտիկը թռչում է գնում։ Հարևանուհին լսում է, որ իր սիրելի ծիտիկի լեզուն կտրել են, սաստիկ վշտանում է, վեր է կենում, իր մարդու հետ ճամփա է ընկնում, սար ու ձոր կտրում, որ իմանա, թե որ կողմը թռավ իր ծիտիկը։ Մարդ ու կնիկ գնում են ու ձայն տալիս։ Որտեղ է լեզուն կտրած ծիտիկը, լեզուն կտրած ծիտիկը որտեղ է կենում։ Վերջապես գտնում են ծիտիկի տունը։ Ծիտիկը, որ տեսնում է իր հին տերն ու տիրուհին իրեն տեսակցության են եկել, ուրախանում աշխարհով մեկ է լինում, ներս է հրավիրում, շնորհակալություն է հայտնում առաջվա տեսած լավությունների համար ու պատիվ է տալիս։ Սեղան է բացում, այնքան ձուկ ու գինի է լցնում, որ էլ դատարկ տեղ չի մնում։ Կինը, որդիներն ու թոռներն էլ ոտի վրա ծառայում են։ Վերջը ինքն էլ բաժակը մի կողմ է շպրտում ու վեր կենում ծտավարի պար գալիս։ Ու այսպես ուրախ անց են կացնում ամբողջ օրը։ Իրիկունը, որ ընկնում է, պառավները խոսք են բացում, թե իրենց տուն գնալու ժամանակն է։ Էստեղ ծիտիկը գնում է երկու ուռի զամբյուղ է բերում, ասում. «Այ էս երկու զամբյուղը, մեկը թեթև, մյուսը ծանր, որը կուզեք, ընտրեք ձեզ համար»։ Հյուրերը թե մենք պառավ մարդիկ ենք, բեր ավելի լավ է մեզ թեթևը տուր, հեշտ կտանենք, ծանրն ինչ ենք անում։ Առնում են թեթև զամբյուղն ու վերադառնում տուն։ Տանը ասում են. բեր մի բաց անենք, տեսնենք ինչ կա մեջը։ Բաց են անում, ինչ են տեսնում, էլ ոսկի, էլ արծաթ, էլ անգին քար, էլ թոփերով մետակ սեղեն, այն տեսակ մի բան, որ իրենց օրում իսկի մտքներովը էլ չեն անցկացրել։ Քանի հանում են, այնքան ավելի շատ է մնում մեջը, անվերջ անհատնում, ու մի անգամից հարստանում են։ Սա լսում է ծիտիկի լեզուն կտրող չար պառավը, նախանձում է հարևանների բախտին։ Հարց ու փորձ է անում, թե որտեղ է կենում լեզուն կտրած ծիտիկը, տեղն ու ճամփեն սովորում է։ Ես էլ կերթամ ծիտիկի մոտ ասում է ու ճամփա ընկնում։ Գնում է գտնում, դարձյալ ծիտիկը երկու զամբյուղ է բերում ու ասում. ահա երկու զամբյուղ, մեկը ծանր, մյուսը թեթև, որն ես ուզում, ընտրիր քեզ համար։ Պառավը միտք է անում, որ միջի գանձն ինչքան շատ լինի, զամբյուղն էլ այնքան ծանր կլինի։ Ասում է, բեր ծանր զամբյուղը տուր ինձ։ Շալակում է ծանր զամբյուղն ու ճամփա ընկնում տուն։ Զամբյուղը քարի պես ծանր է լինում, տանելը դժվար։ Տնքալով մի կերպ տանում է։ Ծիտիկները հետևից մտիկ են անում ու ծիծաղում։ Տանում է տուն, տանում է ագահ-ագահ բաց է անում։ Բաց է անում, թե չէ, աղմուկով դուրս են թափվում այլանդակ անճոռնի չար ոգիները և տեղն ու տեղը խեղդում չար պառավին։ Ահա և վերջ, երեխաներս։ Այս հեքիաթից սովորում ենք, որ ագահությունը շատ վատ բան է և բոլոր հեքիաթների վերջում բարին հաղթում է չարին։ Ցտեսություն սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հեքիաթների ժամանակ, իսկ եթե ուզում եք լսել իմ հեքիաթները, առաջարկում եմ բաժանորդագրվել և սեղմել զանգակոճակը։ Ցտեսություն։